Սիրելիներս, ուզում եմ խոսել այն մասին, որ երբ մենք դառնում ենք Հիսուսինը, երբ մենք սկսում ենք քայլել Տիրոջ ճանապարհով նրա հետևից, այդ ժամանակ չարի ներկայությունը ավելի ուժեղ ենք զգում։ Եվ չարի հարձակումներն են շատանում, եւ նա սկսում է շատ մեզ ավելի ցավեցնել, նեղը գցել, այսպես ասած, տանջել, ինչու՞։ Որովհետև առաջինը, ինչ որ մեկը եւս փրկվում է, եւ իհարկե չարի համար ամեն մեկի փրկության հետ դա իր պարտությունը նորից է զգում, որովհետև նրա նպատակը սա է՝ մարդկանց տանել մահվան, թույլ չտալ, որ նրանք փրկվեն։ Ինչ որ մեկը հանկարծ նա տեսնում է, այս մեկն էլ գնաց Հիսուսի հետևից, այս մեկն էլ գնաց Հիսուսի հետևից, սա էլ է փրկվում, սա էլ է փրկվում, ոնց թե։ Չէ որ ես նրան ամեն կերպ գայթակղում էի, խաբում էի, մեղքերի մեջ էի գցել, բայց սրան տես, որ արթնացավ ու Հիսուսի հետևից է գնում։ Դուք պատկերացնում եք դա սատանայի համար ինչ է։ Եվ նա ամեն ինչ պիտի անի, որ այդ մարդուն նորից հետ քաշի մեղքերի մեջ, խաբի, գայթակղի, շեղի Հիսուսից ու կործանի։ Ճիշտ ճանապարհից դուրս գցի, շեղի տանի։ Եվ բացի այդ, երբ նա տեսնում է, որ չի ստացվում իր մոտ, այս դեպքում արդեն սկսում է ավելի ամեն հնարավոր ճանապարհով ձևով մարդուն ցավ պատճառել, վնաս տալ, ոնց թե Հիսուսի զավակն է, ինչքան հնարավոր է պետքա վնասեմ, ցավացնեմ, որ դրանով հենց Հիսուսին ցավացնի, որ դրանով Հիսուսի զավակներին ցավեցնի, եւ շատ հնարավոր է, որ ցավերի միջոցով նա ավելի հեշտ կարողանա Հիսուսի հետևից գնացողին նորից տանի մեղքի մեջ, ինչու, որովհետև ցավին մարդը չի դիմանում, չդիմանալով մարդը սկսում է շատ ժամանակ մեղադրել Աստծուն, ասել ոնց ես քոնը դարձա, քո հետևից եկա, քեզ հավատացի, քեզ ընդունեցի, բայց իմ վիճակը ավելի է վատանում, չեմ ուզում ես սենց։ Պատկերացնում եք, դա այն սիրտերն են, ովքեր չունեն ամրություն, չունեն հավատարմություն, թույլ են նրանք եւ իրենց ճանապարհից կեսից կարող են նորից հետ գնալ դեպի չարը եւ ցավը շատ հզոր գործիք է, որ միշտ սատանան օգտագործում է, որովհետեւ ցավի միջոցով մարդուն կարողանում է շեղել, տանել Աստծուց եւ ցավի միջոցով մարդու մեջ մտնում է նորից չարություն եւ այդ մարդուն տանում է տարբեր մեղքերի, տարբեր վատ արարքների եւ մարդ արդեն չարանում է, չարով լցվում է, Աստծուց էլ է նեղանում, մարդկանցից էլ է նեղանում, մի խոսքով ու նորից վերադառնում է իր հին սխալ մեղավոր կյանքին, ասելով որ եթե ես Աստծուն ընտրեցի ու ես փոխարեն ավելի լավ լինեմ վատ եղա, չեմ ուզում։ Դա արդեն թույլ տեսակն է սրտի, հոգու եւ իսկ իրական Հիսուսին պատկանող սրտերը անցնում են ցավի միջով, շատ գիտակցելով, հավատարմությամբ եւ գնում են միջև վերջ։ Հիմա եւ դրա համար էլ ով դիմանա միջև վերջ, նա կփրկվի, ով համբերի միջև վերջ, բայց հիմա տեսեք, երբ դուք գնում եք Հիսուսի հետևից, պիտի իմացեք, որ շատ դժվար է լինելու։ Երբ որ ես գնում էի Հիսուսի հետևից, ես չգիտեի, որ շատ դժվար է լինելու, ինձ ոչինչ հետաքրքիր չէր, ինձ միայն Հիսուսն էր պետք, ինձ միայն հետաքրքիր էր այն ամենը, ինչը Հիսուսինն էր։ Ես ուզում էի միայն այն ամենը, ինչը Հիսուսին էր։ Ես չէի մտածում, որ կարող է լինել դժվար կամ հեշտ, որովհետև Աստված ինձ բերել հասցրել էր այն կետին, որտեղից սկսած իմ կյանքը, իմ կյանքի աղբյուրը, այն ջուրը, որով ես պետք է կյանք ստանայի, դա միայն Հիսուսն էր, ու այդպես էլ կա, ուրիշ տարբերակ չկա, բայց ես այնպես չէր, որ մտածեի, ոնց քայլեմ, ոնց անեմ, գնամ Հիսուսի հետևից, որ ինձ լավ լինի, որ ես լավ լինեմ եւ այլն, օրհնություն ստանամ Աստծուց, չէ։ Ուղղակի իմ կյանքը այնպես էր արել Աստված, դա Աստված արեց, որովհետեւ եթե այդպես չաներ, չար կարողանար ինձ անդադար շեղել եւ խաբել եւ հեռացնել Աստծուց, որ ես միայն մտածում եի Հիսուսի մասին։ Հիմա երբ դու գնում ես Հիսուսի հետևից, հասկացի, որ չարը քեզ տանջելու է։ Հիմա շատերը ասում են, ինչի, դե ուրեմն թող Հիսուսը թույլ չտա, որ չարը ինձ մոտենա, թող ես ասում եք, որ պաշտպանված ենք, բացարձակ պաշտպանության մեջ ենք Աստծու, բայց ոնց է չարը մեզ կարողանում մոտենա։ Ես ուզում եմ, որ մենք հասկանանք, այս ողջ աշխարհում եւ տիեզերքում ինչ որ կատարվում է, միայն Տիրոջ թույլտվությամբ է կատարվում, եւ եթե չարը քեզ կարողանում է մոտենալ, Տերն է թույլ տալիս, բայց դու պետք է ունենաս ինչ որ մի տեղ բաց, որով նա կկարողանա մտնել քո կյանք։ Իսկ եթե չենք խոսում կյանքդ մտնելու մասին, քո մեջ մտնելու մասին, այլ խոսում ենք
ազդեցությունների մասին, որ տարբեր կողմերից կարող է քեզ հարվածել, ճնշել, նեղել, ցավացնել, ու դու մտածում ես, բա ինչի ինձ Աստված չի պաշտպանում, ինչի է իմ վրա հարձակումներ տեղի ունենում չարի, դե որ այդպես է, ինչի պետք է լինի, թող Հիսուսը պաշտպանի ինձ, թող ոչ մի հարձակում ես չունենամ չարի կողմից, չէ որ ես ընտրել եմ իրեն եւ քայլում եմ իր հետևից։ Հիմա ես քեզ ասում եմ, ոչ, ամեն ինչ Աստված է թույլ տալիս, բայց շատ բուժուր չափով։ Եթե Աստված թույլ տար, որ Սատանան մեր վրա ունենար մեծ իշխանություն, մեզ այնց ոչ մի վարքյան չէր դիմանա։ Հիմա Աստված թողնում է, որ այն ճանապարհին, երբ մենք քայլում ենք Հիսուսի հետևից, այդ ճանապարհին մենք փոքրիկ չափով զգանք չարի հարձակումները, որովհետև ինչ որ մեկ այդ հարձակումներից ուղղակի շուտ թուլանում է եւ ել չի գնում Հիսուսի հետևից։ Նրա սիրտը երևաց պարզ, ինչպիսին էր նրա սիրտը, ինչքանով է նա հավատարիմ, նվիրված եւ սիրող։ Ինչ որ մեկը նեղվում է, սկսում է տրտմել, տրտնջալ, նեղվել, բա որ էսպես է, բայց հարձակումները ես չեմ դիմանում, ես էսպես չեմ ուզում։ Իսկ ինչ որ մեկը ասում է, ես գիտեմ, որ դու ես Սատանա ինձ նեղում էսպես, ու ասում է, շնորհակալ եմ Հիսուս, որ դու թողնում ես ընդամենը 0.5% Սատանան իմ վրա հարձակվի։ Դու ինձ նեղում ես, ես քեզ ասում եմ, ես ավելի եմ գնալու իմ Հիսուսի հետևից, որովհետև ես միայն իմ Հիսուսին եմ ուզում, եւ միայն Հիսուսը իմ վրա իշխանություն ունի, եւ ես ինձ հանձնել եմ Հիսուսին եւ ես պատկանում եմ Հիսուսին։ Սատանա, դու ինչ ուզում ես արա, ես դրժում եմ քո իշխանությունը, ես հրաժարվում եմ քեզանից, ես արգելում եմ քեզ ինձ մոտենալ իմ Տեր Հիսուս Քրիստոսի անունով եւ ես ասում եմ, ինչ էլ անես, դու իմ ճանապարհից ինձ չես շեղի, որովհետեւ ես իմ Հիսուսին հավատարիմ եմ, որովհետեւ ես իմ Հիսուսին սիրում եմ եւ իմ Հիսուսն է իմ փրկությունը եւ ես գնում եմ իմ փրկության եւ իմ լույսի հետևից։ Ու չարը կարող է ավելի շատ հարձակվել քո վրա, ավելի շատ։ Ինչքան դու քայլես Աստծո հետևից Աստծուն կպած, այնքան ավելի կհարձակվի, ավելի, որպիսի չթողնի դու քո Հիսուսին կպած մնաս մինչև վերջ գնաս ու փրկվես։ Ոչ, նա ամեն ինչ անելու է, որ քեզ քո ճշմարիտ ճանապարհից շեղի դուրս հանի։ Հիմա Տերը թույլ է տալիս այդ հարձակումները լինեն մեր վրա, որովհետև այդտեղ երևում է մեր ճշմարիտ հավատը եւ նաեւ երևում է թե հանուն փրկության եւ հանուն մեր Հիսուսի սիրո, նրա հանդեպ սիրո, մենք ինչի կդիմանանք։ Պետք է մի անգամ սկսենք տրտնջալ, նվալացել, ես չեմ ուզում, ես չեմ դիմանում, ես էսպես չեմ ուզում, թե հակառակը հանուն իմ Հիսուսի ես ամեն ինչի մեջով էլ կանցնեմ։ Դու ո՞ր տեսակն ես։ Բացի այդ, երբ Աստված թողնում է, որ Սատանան քո վրա հարձակումներ գործի, Աստված դրանով թույլ է տալիս, որ դու լինես զգոն եւ դու հասկանաս ինչ է կատարվում քո հոգեվոր դաշտում, որ դու հասկանաս Սատանան ինչ կռիվ է մղում, պայքար է մղում, որ քեզ Հիսուսից հեռացնի, եւ դու ավելի ես ամրանում, ավելի ես կպնում, պինդ բռնում Հիսուսից եւ ասում, չէ, ես մենակ քեզ եմ ուզում։ Ու դու տեսնում ես այդ ընթացքում, որ քանի որ դու ճշմարիտ կերպով գնում ես Հիսուսի հետևից, դու տեսնում ես Սատանան ինչեր է անում։ Այսինքն դու տեսնում ես այդ կռիվը պայքարը եւ տեսնելով թե նա ինչեր է անում քո հանդեպ, դու շատ լավ տեսնում ես արդեն, որ Հիսուսը քեզ ոնց է պաշտպանում։ Որովհետեւ եթե դու չտեսնես Սատանայի հարձակումները, դու չես տեսնի Հիսուսի պաշտպանությունը, որովհետեւ այդ ամենը հոգեվոր դաշտում է տեղի ունենում։ Այնպես չի, որ դու քայլում ես փողոցով, Հիսուսը քո դիմացով քայլում է, դու նրա հետևից ու այս կողմից Սատանան հարձակվում է եւ Հիսուսի ու Սատանայի պայքարն ու կռիվը դու տեսնում ես, չէ։ Դա հոգեվոր է, դու չես տեսնում, բայց դու զգում ես քո ողջ հոգով, որ Սատանան այս ինչ ծուղակներ էր լարել իմ դեմ, այս ոնց էր փորձում ինձ գայթակղել, խաբել, շեղել, ուզում էր ինձ մտցնել մեղքի մեջ, բայց ես այդ ամենը միանգամից չէի հասկանում, ու դու տեսնում ես, որ Հիսուսը հոգեվոր, դու հասկանում ես, Հիսուսը քեզ ոնց պաշտպանեց, մեղքից հետ պահեց։ Հիսուսը ոնց չթողնեց, որ Սատանան քեզ վնասի։ Սատանան ուզում է քո մահը, քո հիվանդությունը, քո անհաջողությունը, քո կորուստը, դու տեսնում ես դա, չէ՞, հոգեվոր, դու զգում ես ինչ է անում Սատանան, բայց դու տեսնում ես, որ այդ ամենից ազատվեցիր։ Ու ինչ ես դու հասկանում։ Ես կարող էի մեռած լինել, բայց չմեռա։ Հիսուսս փրկեց։ Ես կարող էի հենց հիմա հիվանդանոցում ընկած լինել ինչ-որ վատ վիճակներով, առողջական, բայց չեղավ այդ փորձանք այդ վատ բանը իմ հետ։ Հիսուսս ինձ փրկեց։ Ես կարող էի այդ գումարները կորցրած լինեի, բայց չեղավ։ Ուրեմն Հիսուսս ինձ էլի պաշտպանեց, իմ գումարը պաշտպանեց, չթողնեց, որ Սատանան տանի։ Ես կարող էի տունս կորցնել, ես կարող էի սա, ես կարող էի վիճել իմ հարազատի հետ, բայց Հիսուսը Սուրբ Հոգին են ամենակարևոր պահին հասավ ու ինձ խաղաղեցրեց, չթողեց։ Այսինքն, մեր առավոտից մինչև գիշեր Սատանան պայքարում է, որ մեզ շեղի մեր Հիսուսից, մեզ վնասներ տա,
Եվ Հիսուսը թողնում է, որ մենք դա տեսնենք, որպեսզի տեսնենք, թե Հիսուսը ոնց է մեզ պաշտպանում։ Որովհետև եթե Հիսուսը լրիվ այնպիսի պաշտպանություն դնի մեր կողքը մեր վրա զրահի մեջ, որ սատանան ոչ մի կերպ մեզ չմոտենա, մենք կթուլանանք այդ ժամանակ արդեն, մեր հավատն էլ կթուլանա, որովհետև մենք այսպես գիտեք, որ մարդ ոչ մի բան չի անում, ինքը էլ ոչ մի բան չի անում։ Իսկ երբ մարդ ինչ-որ շատ բան է անում, կյանքով էլ լցված, նա ավելի է, չի առաջ գնում, ուզում է, հետաքրքիր է, կյանք կա, ուրախություն կա, պայքար կա։ Իսկ եթե դու ոչ մի բան չկա, արդեն ամեն ինչ մի տեսակ թուլանում է։ Բայց երբ դու տեսնում ես չարի կռիվը, քո վրա զգում ես հարձակումը, ու միաժամանակ տեսնում ես Հիսուսը ոնց է քեզ պաշտպանում, դու ավելի ես լցվում Աստծով, հավատով, ասում ես Տեր ջան, ոնց ես դու ինձ պաշտպանում, ես քո հետևից եմ գալիս, սատանան ինչեր է անում, որ ինձ քեզ այնպես պոկի, դու ես ոնց ես ինձ ամուր պահում, ամեն վարքյանի մեջ դու ես ինձ ինչ ձև ես քո ձեռքերի մեջ տանում, շնորհակալ եմ Տեր, եւ դու սկսում ես փառաբանել Հիսուսին, մեր Աստծուն փառաբանում ես, եւ դու խոնարհվում ես, եւ քո հավատն է մեծանում, եւ դու ավելի ես մոտենում քո Տիրոջը, ավելի ես սիրում եւ գնահատում։ Եվ Աստված թույլ է տալիս միշտ, որպեսզի սատանայի հարձակումները մենք զգանք, որովհետև նա ով Հիսուսինն է, այդ հարձակումների միջով կանցնի հենց Հիսուսով, որովհետև մենք մեզանով մեր ուժով ոչինչ ենք։ Ես ինձանով ամենաթույլն եմ աշխարհի։ Ամենաթույլը Աննա Մարիան ամենաթույլն է։ Ամենախղճուկն է։ Չնչին եմ ես, բայց ես Հիսուսով ամենաուժեղն եմ։ Եվ դա վերաբերվում է յուրաքանչյուր Աստծո զավակի։ Հիմա ու դու ուրախանում ես, դու էլ չես նեղում, չես ասում, վայ Աստված ջան, ինձ պաշտպանի, ես հարձակումները թող չլինեն, ես հանգիստ ապրեմ։ Ոչ։ Դու ապրում ես քո պայքարով, որովհետև դու արդեն քեզ զգում ես Հիսուսի մի մասնիկ, դու գիտես, որ Հիսուսը քո մեջ է, դու Հիսուսի, այսինքն դու Աստծո շարունակությունն ես, նա քո մեջ է։ Այդ դու նա է, նա դու ես։ Դու մի ամբողջություն ես քեզ զգում Հիսուսի հետ, ու այդ պայքարը քոնն է եւ Հիսուսինը։ Հիսուսի մեջ ես դու, քեզ զգում ես մի ամբողջություն Տիրոջ հետ, եւ դու չես տրտնջում, ասես, այ չէ լավ է, ես չեմ ուզում, հոգնեցի, հավես չկա, ինձ հանգիստ կյանք է պետք։ Դու հակառակը այդ պայքարով ես ապրում, հանուն ճշմարտության, հանուն փրկության, հանուն սիրո, դու այսպես ուժով լցված, զգոն, իմաստությամբ լցված, սիրով լցված, անցնում ես այդ ճանապարհը քո Տիրոջով, եւ երջանիկ ես, որ դու Հիսուսինն ես, եւ երջանիկ ես այդ բոլոր դժվարությունների համար, որովհետեւ միայն դժվարությունների միջով անցնելով դու կմաքրվես։ Հիսուսը թույլ է տալիս, որպեսզի սատանան այդքան հարձակվի քո վրա, որովհետև ամեն դժվարությունը հաղթահարելիս դու էլի մաքրվում ես։ Ես մի տարի առաջ, երբ Հիսուսը ինձ փրկեց, երբ ես ինձ հանձնեցի Հիսուսի ձեռքերին, եւ նա ինձ օծեց Սուրբ Հոգով, նա ինձ իմաստություն տվեց, նա ասաց խոսիր իմ մասին, եւ երբ դու խոսես, ես կխոսեմ քո միջով, եւ ես դեռ նոր էի քայլում իմ կյանքը ամբողջովին Աստծով, այն ժամանակ ու հիմա ես այն ժամանակ էլ էի ես ամբողջովին Հիսուսինը, հենց հիմա էլ եմ ամբողջովին Հիսուսինը, բայց ես տարբեր եմ։ Ես ամբողջովին ուրիշ մարդ եմ, ես Հիսուսով եմ, Հիսուսը իմ մեջ է եւ Հիսուսը ինձ տալիս է ուժ, իմաստություն, սեր, եւ այդ ամենը իմ մեջ է եւ ես իմ Տիրոջով պայքարում եմ ու գնալու եմ մինչև վերջ եւ դա յուրաքանչյուրիս համար է, մենք կարող ենք ընտրել այդ ճանապարհը եւ մեր Տիրոջ հետ քայլել մինչև վերջ ամեն դժվարության միջոցով։ Ես այս մի տարում հասկացա, որ յուրաքանչյուր դժվարությունը, որը Աստված թույլ է տալիս, որ սատանայի ձեռքով սկսվի քո կյանքում եւ այն սկսվում, շարունակում եւ ավարտվում է, դու անցնում ես դրա միջով, դա կարող է լինել 10 րոպեանոց դժվարություն, դա կարող է լինել 10 օր տևող դժվարություն, դա կարող է լինել ամիսներ ու տարիներ տևող դժվարություն։ Դու սկսում ես եւ շարունակում ես եւ անցնում ես Տիրոջով, ամեն դժվարությունից դուրս գալով դու մաքրված ես դուրս գալիս։ Տեսեք, Աստված ինչքան շատ բաների համար է թույլ տալիս, որ սատանան ազդեցություն ունենա մեր վրա եւ գործի մեր կյանքում, բայց գործի մեր կյանքում այն իմաստով, որ մեզ հալածի, մեզ գործի մեր կյանքում սխալ ասեցի այդ բառը, մեզ հալածի, մեզ ցավացնի, մեզ նեղություն տա, որովհետև երբ դու Տիրոջից կընդունես նրա տված ուժը, որովհետև մենք առանց Տիրոջ ոչինչ ենք, բայց երբ դու ընդունում ես Տիրոջ տված ուժը, դու դառնես ամենաուժեղը, որովհետև Հիսուսն ամենաուժեղն է, եւ պայքարում ես, եւ անցնում ես այդ կրակի միջով, եւ
դուրս ես գալիս կրակի միջից մաքրված։ Այսինքն դու տարիներով կարող ես անցնել քո ողջ դժվարությունները Հիսուսով, եւ դա քո մաքրման համար է, որովհետեւ դու մաքրվելու ես այնքան, ինչքան որ Հիսուսն է ուզում, որպեսզի երբ գա ժամանակը դու կարողանաս կանգնել Հիսուսի կողքին եւ դու իրոք կանգնես Հիսուսի կողքին երբ գա ժամանակը, դու ճերմակ զգեստով լինես, դու մաքուր լինես, իսկ ուղակի այսպես եւ Տերը մեզ ներում է, մենք ապաշխարում ենք, Տերը մեզ ներում է, մաքրում է։ Այդտեղից սկսվում են դժվարությունները, իրական դժվարությունները, որովհետեւ մաքուր մնալ ուղակի ու ապրել մարդկային կյանքով անհնար է։ Հանգիստ թեթև կյանքով ապրել ու մաքուր մնալ, դժվարությունները քեզ տրվելու են, բայց Հիսուսը քո կողքից մի վայրկյան չի հեռանալու։ Հիսուսն է քեզ անցկացնելու եւ քո հավատարիմ սրտին է նայելու եւ քեզ ուժ է տալու ու անցկացնելու է եւ ամեն դժվարությունից հետո դու շնորհակալություն ես հայտնում Աստծուն, ասում ես Տեր, շնորհակալ եմ այս դժվարության համար, շնորհակալ եմ որ թողեցիր այդ չարը իմ կյանքի վրա այնց ազդի, որ ես զգամ այդ դժվարությունը եւ պայքարեմ եւ դուրս գամ եւս մի անգամ մաքրված։ Ու ամեն դժվարությունը հաղթահարելուց հետո Տիրոջով դու մի շերտել ես մաքրում, մի շերտել, դու ավելի մաքրում ես, ավելի լավն ես դառնում։ Եվ ճիշտ է մենք արժանի չենք Աստծուն, նա է արժանացնում, բայց գոնե մեր չափով, մեր մարդկային չափով մենք սկսում ենք շատ փոքրիկ, բայց արժանանալ, որովհետև մենք մաքրվում ենք, միայն մաքուրը կարող է կանգնել Հիսուսի կողքին։ Այնպես որ մի տրտնջա, երբ չարը քեզ հալածում է, այլ ուրախացիր եւ գոհացիր եւ շնորհակալ եղիր, որ Տերը թույլ է տալիս, որ նա հալածի եւ ինքը քեզ պաշտպանելու է, չի թողելու մի վարքյան, թույլ է տալիս եւ քո կողքով հավասար քեզանից առավել ինքն է այդ ճանապարհը անցնում, որ դու մաքրվես։ Մի բողոքիր, մի դժգոհիր։ Նա ով Հիսուսի սիրով է լցված, ոչ մի դժվարությունից նա չի տրտնջալու, չի բողոքելու։ Հիմա դրա հակառակ կողմն եմ ուզում ձեզ ասել։ Եթե դու կորոշես Հիսուսից հետ կանգնել, կամ ուղղակի Հիսուսինն էլ չես, հետ կանգնած ես, քո համար, քո աշխարհիկ, նյութապաշտ, եսապաշտ, ինքնապաշտ, կամ ուղղակի կռապաշտ ցանկացած կուրքի պաշտելով եւ նյութը պաշտելով եւ աշխարհիկ կամ ֆիզիկական կյանքի հաճույքները պաշտելով եւ այլն։ Այդպես ապրում ես, չարը քեզ երբեք չի անհանգստացնելու։ Երբեք, որովհետեւ նրան պետք է որ դու նեղության մեջ չընկնես, որ Աստծուն չկանչես անգամ, որ Աստված բառը չասես, ասելուց էլ այնքան որ, ոչ թե քո սրտի ամբողջ սիրով, հա Աստված։ Պատկերացնում ես, եթե դու սատանային ես պատկանում, դու կապրես ինչպես ասեմ, վայելքներով նյութական, ֆինանսների, նյութի, նա քեզ չի անհանգստացնի, նա քեզ չի դնի այն վիճակի մեջ, որ դու հանկարծ թեկվես ասես Աստված ջան, օգտի խնդրում եմ, կանչես Հիսուսին, ասես արի իմ կյանք, ես քո կարիքը ունեմ։ Իհարկե չէ։ Իսկ երբ գնաս Հիսուսի կողմը, դու լիքը շատ դժվարություններ կունենաս։ Եթե դու նույնիսկ չես ընդունել Հիսուս Քրիստոսին ամբողջովին, ինչպես ես էի առաջ, այսինքն մի ամբողջ կյանք ապրում էի Հիսուսով, հավատով, սիրով, բայց դա չէր այն իրական սերը, այն ճշմարիտ սերը, այսինքն աղոթքներով, միշտ Տիրոջով եմ եղել, միշտ շատ մեծ հավատով, փոքր ժամանակից շատ մեծ հավատով, բայց ստացվում է, որ քանի որ ես չէի ճանաչում Հիսուսին, ես հեշտ ու հանգիստ առանց հասկանալու թույլ էի տալիս, որ չար ինձ իմ կյանք մտնի, ինձ գայթակղի, տանի մեղքերի մեջ, սխալ ճամփեքի վրա դնի, կարևորը չարի համար սա է կարևոր, քեզ հեռացնի Հիսուսից եւ այն ինչ որ Հիսուսն է ընտրել քո համար, քո կյանքի համար, քեզ ինչ որ առաքելություն է Աստված տվել, ինչ որ շնորհ է տվել, ինչ որ ծառայություն է տվել, բայց դու չես հասկանում, ու բայց չարը դա գիտի, դա ավելի է նա քեզ քաշելու տանելու Հիսուսից հեռու։ Մի խոսքով, այսինքն, երբ որ դու գտնվում ես ինչ որ մի մեջտեղում, որը որ ես միշտ ասում չկա մեջտեղ, եթե Հիսուսին ես ամբողջովին Հիսուսինն ես, եթե չարին ես, եթե Հիսուսին ես, չես կարող երկուսի մեջտեղով քայլել։ Մի բան պետք է ընտրես, մի Աստված, մի պաշտամունք, մի ճշմարտություն, մի ուղի, դա Հիսուս Քրիստոսն է։ Բայց եթե դու քո կյանքով ոչ ես ոչ են, չես հասկանում ճշմարտությունը, այդ ժամանակ ստացվում է, որ չարը քեզ գայթակղելու է, փորձելու է քեզ տալ բարիքներ չէ, բայց տալ նյութ, տալ ֆինանս,
խաբել քեզ ասել, որ արի ես կողմ, բայց դրա հետ Հիսուսը պայքար է մղելու, որ նա իմն է, ես պիտի Հիսուսը իրեներին չի թողնում։ Արդեն դու ընկնում ես այդ երկու, ինչպես ասեմ, պայքարի մեջտեղում, բայց ինքդ էլ չես հասկանում, որ դու պայքարի մեջտեղում ես, որովհետև դու Հիսուսինն ես, բայց գայթակղված ես չարի կողմից, սխալված ես, եւ քո կյանքը նմանվում է մի անհաջող ճանապարհի, շատ անհաջող դժվար ճանապարհի, որտեղ խառնաշփոթ է, որովհետև դու քո տեղում չես եւ այդ ժամանակ շատ բարդ է լինում կյանքը, շատ դժվար է լինում, չկողմնորոշված վիճակներ են շատ լինում, ինչի, որովհետև դու իրականում Հիսուսինն ես, բայց չես ճանաչում Աստծուն, քեզ չես հանձնել Հիսուսի ձեռքերին, այդ ժամանակ էլ շատ դժվար է լինում, բայց եթե դու, այսինքն Հիսուսը քո մեջ է, քո սրտի մեջ է, ուղղակի դու ես սխալված, բայց դու ընդունում ես Աստծուն, չէ, քո համար դու պաշտում ես Աստծուն, դու ընդունում ես Աստծուն, բայց չես ճանաչում նրան, չարը քեզ անդադ խաբում է, ինչպես ասեմ, դու տատանվող նավակի ես նման, որ այդպես էլ քո հանգիստը չես գտնում, ճշմարտությունը չես ճանաչում, չես իմանում, շատ դժվար կյանք է լինում նման դեպքերում, բայց եթե դու լրիվ նյութապաշտ ես, եթե դու լրիվ աշխարհի կինն ես, եթե դու Հիսուսին մեջքով ես կանգնած, այդ ժամանակ չարը քեզ նեղություն չի տալի։ Չարը քեզ նեղություն չի տալիս։ Միգուցե մտածես, ասես, բա ինչի Աստված չի պատժում տենց մարդկանց, իրանց համար տես միջև վերջ հանգիստ ապրում են։ Ասեմ ինչի չի պատժում։ Որովհետև Աստված ոչ թե պատժում է, Աստված թողում է մենք մեր մեղքերը եւ գործում ենք, մեր մեղքերի արդյունքը մենք երբ ստանում ենք, եղավ մեզ արդեն պատիժ, բայց Աստված մեզ տվել է ազատ կամք։ Եվ երբ դու ընտրում ես չարին, ու Աստված ամեն կերպ փորձում է քեզ չարից հետ բերել, բայց դու չես ուզում Աստծուն։ Չես ուզում, դու ել ես ուզում։ Դու փողն ես ուզում, դու նյութն ես ուզում, դու ֆիզիկականն ես միայն ուզում։ Այդ դեպքում դա քո ընտրությունն է, որը Աստված ընդունում է, որը նա թույլ է տալիս, որովհետև Աստված մեզ տվել է ազատ ընտրության կամք։ Եվ նա քեզ չի գալու պատժի, դու ինչի ես ընդունում այս բանը, որ քեզ տրվել է չարից։ Ոչ, նա քեզ ամեն կերպ ցույց է տալու, բայց դու չես շրջվում Աստծո կողմը։ Դու ընտրել ես նյութապաշտությունը, դու ընտրել ես կռապաշտությունը, դու ընտրել ես փողը, քեզ Աստծո անունը Աստված չի հետաքրքրում։ Այդ դեպքում Աստված քեզ չի պատժում, իսկ սատանան էլ քեզ նեղություն չի տալի։ Նա ամեն օր քեզ ավելի լավ նվերներ է տալիս, որ դու ավելի գայթակղվես եւ գնաս սատանայի կողմը։ Բայց միևնույն է կա վերջը, այս կյանքի վերջը, որից հետո կամ դժոխք ենք գնում, կամ դրախտ, ու այդ կետում արդեն դու ստանում ես քո արածի արդյունքը։ Դժոխք կամ դրախտ։ Եթե դու այդպես էլ միջև քո կյանքի վերջ չընդունեցիր Աստծուն, չապաշխարեցիր, քո սխալները չընդունեցիր, չհասկացար, ներում չխնդրեցիր, չզղջացիր եւ չընդունեցիր քո Փրկչին եւ քո Աստծուն, դու գնալու ես դժոխք։ Այնպես որ դու կարող ես լինել երկրի վրա, ապրել ամենալավ վայելքների մեջ երկրային եւ սատանան քեզ ընդհանրապես նեղություն չտա, այլ հակառակը ամեն օր ավելի գայթակղի ու ավելի լավ նյութական հնարավորություններ տա կամ բարձրացնի քո եսը, քեզ գայթակղի եւ քո անձը բարձրացնի, այսինքն քեզ դարձնի հայտնի, ճանաչված, ընդունված եւ այլն, ու քո անձը բարձրանա, դու սկսես ինքդ քո անձը պաշտել ու Աստծուն ընդհանրապես չհիշես, որովհետեւ դու քո անձով ես տարված, այդ կերպով էլի սատանան քեզ կխաբի, կտանի ու ոչ մի նեղություն չի տա, ամեն տեսակ քո ուզածը կտա, որպեսզի էլի դու տարվես այդ ամենով ու Աստծուն չհիշես։ Իսկ Աստված քեզ այդ դեպքում միայն փորձելու է թեքել դեպի իրեն։ Բայց նա չի պատժում նման մարդկանց։ Դրա համար էլ շատերը ասում են, հələ ինչքան մեղք հա գործում, ինչեր ասես անում, բայց հələ ոնց հա ապրում։ Դա ժամանակավոր է, դրա վերջն էլ է գալու, եւ այդ մարդիկ կանգնելու են դատաստանի առաջ, պատասխան են տալու իրենց մեղքերի համար, այնպես որ մի նայեք ու ասեք, հələ այսքան մեղք հա գործում, բայց ինչ լավ ապրում։ Դու այդ կյանքն ես ուզում, որ ապրես մեղքերի մեջ, բայց ֆիզիկապես, ֆինանսապես լավ ապրես, դու այդ կյանքն ես ուզում։ Մենք ենք որոշող, Աստված թույլ է տալու դու ապրես այնպես, ինչպես ուզում ես, բայց կան դեպքեր, ինպես, երբ ընտրված էի հատուկ Աստծու տված առաքելության համար, բայց չարը դա գիտեր եւ ինձ ամեն կերպ փորձում էր շեղել Աստծուց, հեռացնել, գայթակղել, բայց Աստված թույլ չտվեց։
Այսպես, այսքանը, շնորհակալ եմ։